Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր կանդրադառնանք հայոց ազգային եկնակամարի մի վառ հնատականության, ով անգամ անխուսափելի մահը գիտակցորեն դիմավորեց եւ 1937 թվականի մայիսի 28-ը միայնակ տոնեց Հրազդանի կիրճում։ Հայորդի ներհաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության անդրանիկ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ պատմական գիտությունների տեխնացու Խաչատուր Ստեփանյանը։ Բարի գալուց պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Փոքրիկ ընդմիջում կատարենք եւ դիտենք տեսանյութ, որտեղ կներկայացվի Հովհաննես Քաջազնունու կյանքը եւ գործունեությունը։ Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Ախալքալաքում։ 1886 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը։ 1893 թվականին Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը։ 1883 թվականից դեռ պատանի հասակից սկսել է քաղաքական գործունեությունը։ Պետերբուրգում եղել է Հայ ուսանողական միության վարչության նախագահ։ 1893 թվականին անդամակցել է Դաշնակցությանը։ 1895-ից 1897 թվականներին որպես ինժեներ ծառայել Բաթումի սահմանապահ պահպանության կորպուսի Սևծովյան բրիգադում։ 1897-ից 99 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքային վարչության ճարտարապետը։ Մասնակցել է Արևմտյան Հայաստան զենքի գաղտնի տեղափոխման աշխատանքներին։ 1899-ից 1906 թվականներին լինելով Բաքվի նավթագործների համագումարի տեխնիկական բաժնի ղեկավար, բաժինը վերածել է ազգային ազատագրական պայքարի կենտրոններից մեկի։ Գործուն մասնակցություն է ունեցել 1905-ից 6 թվականներին հայ-թաթարական կռիվներում հայոց ինքնապաշտպանության կազմակերպմանը։ 1907-ից 10 թվականներին նրա նախագծով Բաքվում կառուցվել է Սուրբ Թադևոս Բարդուղեմեոս մայր տաճարը։ 1910 թվականի ամռանը Հոյդալ Իժինյան գործով ձերբակալվել է, ազատվել խոշոր դրամական գրավով եւ խուսափելով դատից անցել Եվրոպա։ 1913 թվականի ամռանից գործել է Վանում։ 1917 թվականին եղել է Բաքվի հայոց ազգային խորհրդի նախագահ, համառուսական սահմանադիր ժողովի անդամ։ 1918 թվականին Թիֆլիսում Անդրկովկասյան Սեյմի խնամատարության նախարար, մասնակցել Տրապիզոնում Թուրքիայի հետ բանակցություններին, Բաթումում թուրքերի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Մինչև 1919 թվականի մայիս եղել է Հայաստանի առաջին հանրապետության անդրանիկ վարչապետը։ 1919 թվականի երկրորդ կեսից մինչև 1920 թվականի գարուն Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զբաղվել է Հայաստանի համար տնտեսական օգնության փնտրտուքով, բայց տուն վերադարձել չնչին արդյունքներով։ 1920 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի վերջին նախագահ։ Խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, ազատվել 1921 թվականին փետրվարյան ապստամբության շնորհիվ։ 1925 թվականից աշխատել է Երևանում, Հայ բամբակ կոմիտեի շինարարական բաժանմունքի վարիչ, կոմունալ տնտեսության ժողկոմատի գիտատեխնիկական խորհրդի գիտական քարտուղար։ 1926-ից 1931 թվականներին դասավանդել է Երևանի բուհերում, եղել հայկական տեխնիկական ընկերության նախագահ։ Քաջազնունու նախագծերով կառուցվել են գործարաններ եւ բնակելի շենքեր։ Որպես համահեղինակ Հրաչյա Աճարյանի հետ մասնակցել է շինարարական տերմինների ռուս-հայերեն տեխնիկական բառարանի կազմմանը։ 1937 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել է։ 1938 թվականի հունվարի 10-ին գնդակահարվել։ Հեղինակ է Բաց նամակ Զեթին, Թուրքիա թե Ռուսիա, Հայաստանի Հանրապետություն, Դաշնակցությունը անելիք չունի այլևս, ազգ եւ հայրենիք աշխատությունների։ Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր։ Աշոտը զոհվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում, Արամը Զանգիբասարի կռիվներում։ Պարոն Վիրաբյան, Հովհաննես Քաջազնունին առավելապես հայտնի է որպես Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ եւ նրա մասին մեր հանրության, մեր ժողովրդին ունեցած տեղեկատվությունը, գիտելիքները կարծես թե հենց դրանով էր սկսում եւ սպառվում է։ Ասեմ, որ մասնագիտությամբ նա ճարտարապետ էր, ավարտել էր Մոսկվայի քաղաքացիական ճարտարապետության ինստիտուտը եւ զբաղվել էր ճարտարապետությամբ, բացի նրանից, որ անդամագրվել էր Հայ հեղափոխական դաշնակցությանը եւ դարձել նրա ակտիվ անդամներից մեկը, նաեւ հայտնի է Բաքվի հայոց հայտնի եկեղեցին, որը քանդված է, չկա այսօր,
այլ շինություններ եւս որ կառուցվել են նրա նախագծով։ Հայտնի է, որ 1908 թվականից հետո, երբ որ նա անցավ արտասահման, հետո հիմնավորվեց Վասպիրականում Վանում, նրա նախագծով որոշվել է կառուցել ժողովրդական տուն, դաշնակցություն էր այդ շենքի կառուցման նախաձեռնողը, բայց սկսված պատերազմը կիսատ է թողնում, մի խոսքով նա հայտնի էր որպես նաև ճարտարապետ։ Մտավորական էր, քահանայի ընտանիքում էր ծնվել, բնականաբար լավ կրթություն էր ստացել եւ հեշտ չէր, ասեմ, Մոսկվայում ավարտել քաղաքացիական ճարտարապետության այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ ամեն մարդու համար չէր դա նախատեսված, պետք էր ունենար նաեւ ճարտարապետի տաղանդ, ձիրք եւ այլն։ Բայց իրոք ճիշտ նկատեցիք, որ նա մեր ժողովրդի պատմության մեջ, մեր մեջ հայտնի է որպես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ։ Խնդիրը նրանում էր, ես միշտ մտածել եմ, ինչու հատկապես հայ-հեղափոխական դաշնակցությունը նրան առաջ քասեց որպես վարչապետի, առաջի վարչապետի տեխնացու եւ կարողացա գալ այն եզրակացության, որ նա կոմպրոմիսների վարպետ էր։ Չեմ ասում, որ կարող էր այդ ծանր դրությամբ դա ամենա նրա վարչապետությունը ամենալավ տեխնացությունն էր, որտեվ եթե օրինակ մենք համեմատում ենք կառավարման փորձի տեսանկյունից, օրինակ Ալեքսանդր Խատիսյան ավելի մեծ փորձ ուներ, նա վերջին հաշվով եղել էր Թբիլիսիի նման քաղաքի քաղաքագլուխ եւ տնտեսական կյանքի եւ մյուս բնակավարների կառավարման ղեկավարման ավելի մեծ փորձ ուներ, բայց Քաջազնունին լինելով մտավորական, լինելով այն անձնավորությունը, որ ընդունվում էր բոլորի կողմից, եւ ինքն էլ է դա նշում, որ ինքը կոմպրոմիսների վարպետ է եւ երբ ձևավորվեց առաջի կառավարությունը եւ հեշտ էլ չի ձևավորվել, ասեմ, ձևավորումը սկսվեց փաստորեն հունիսի սկզբին եւ հուլիսի կեսերին նոր հնարավոր է այդպես կառուցվեց այն կառավարության կազմը, որ հետո պետք է տեղափոխվեր 1918 թվականի հուլիսի 19-ին Երևան եւ Երևանում նոր պետք է հայտարարվեր Հայաստանի Հանրապետության առաջի կառավարությունը, որից 3-ը հայ-հեղափոխական դաշնակցության անդամներ էին, Կարճիկյանը, Արամը, Խատիսյանը, իսկ 2-ը Պետրոսյանը եւ Հախվերդյանը անկուսակցականներ էին, մեկը ռազմական նախարարն էր, մեկը արդարադատության նախարարը։ Նա դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ մի ժամանակաշրջանում, որը մեր պատմության ամենադժվար պահն էր։ 18 թվական թուրքական արշավանք, Թուրքիան գրավել էր փաստորեն Արևելյան Հայաստանի մի մասը Ալեքսանդրապոլի գավառը համարյա Ցեղասպանությունից հետո ստեղծվեց պետականություն, դա մի փոքր այլ հարց էր, ես ուզում եմ որպես կառավարություն ներկայացնեմ, թե Քաջազնունու կառավարությանը ինչ էր բաժին ընկել։ 10,000 քառակուսի կիլոմետր հենց իրենց այդ առաջին կառավարության անդամների բնորոշմամբ ապրելու համար շատ փոքր տարածք, գերեզմանի համար մի փոքր ավելի մեծ էր։ 10,000 քառակուսի կիլոմետրը Թուրքիայի հետ սահմանը անցնում էր Չարբախով, որտեղ հենց սահմանակիցներ Էջմիածնի տակով Չարբախով հասնում էր ամբողջ Համարյա-Արարատյան դաշտի մեծ մասը գտնում էր թուրքերի ձեռքին, արևմտյահայ գաղթականները կարծես քիչ էր Թուրքիայի գրաված տարածքներից էլ, ասենք Արտաշատից, Էջմիածնի մի մասից, Ալեքսանդրապոլից կային եւս փախստականներ, որոնք ավելացնում էին փախստականների բանակը։ Գումարած դրանցով հացի պակաս, ամեն ինչի պակաս էր, նույնիսկ թղթի պակաս էր։ Տիֆ, Քաջազնունու կառավարության մի քանի անգամ տիֆից մահացան։ Չգիտեմ, ես ուզում եմ ընթերցել ամենայն դեպս իր կնոջը գրված, դա 18 թվականի վերջն է, դեկտեմբերի սկզբին է, դեկտեմբերի վերջերին է գրվել, բայց մի նախադասություն ուզում եմ կարդալ։ Չգիտեմ, արդյոք երբևիցե որևէ ժողովուրդ եղել է այն օրհասական, այն աներանելի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը։ Տեղեկություն չունեմ, թե ինչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեր հանրապետության սահմանում ժողովուրդը հասել է ծայր աշճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է, հաշ չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու։ Մեր գյուղերը քանդված են ու ավերված, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօթյա փլատակներ ու քարերի տակ։ Սրանից բնորոշ
բնորոշել հնարավոր չէ այդ Եվ այդպիսի պայմաններում Քաջազնունի կողմից վարչապետ ստանձնելը այդ պարտականություն է եւ գիտեք ինչ դեռ չէր ձևավորված պետությունը նոր էր ստեղծվում ամեն ինչ նոր պետք է ստեղծվեր եւ նրանից մեծ ջանքեր էր պահանջվում եւ այս նամակը գրել է որ այնքան էր հյուծվել որ ասում են իմ ընկերները ինձ չթողեցին 3 օր աշխատանքի գնալ որպեսզի հանգստանամ մի խոսքով նա իհարկե նրա վարչապետությունը շատ կարճ տևեց փաստորեն հուլիսի 24-ին կառավարություն ձևավորվեց արդեն 6 ամիս հետո 1915 թվականի փետրվարին Հայաստանի պարլամենտը որոշում ընդունվեց նրան ուղարկել Եվրոպա որտեղ կրկնում եմ այդ սովը այդ որբերը գաղթականները համաճարակները միակ հույսը Եվրոպայից կամ Ամերիկայից օգնություն ստանալն էր եւ միակ մարդուն որ գտան որ կարող է գնալ մարդկանց համոզել խորհրդակցել, քննարկել դա Քաջազնունն էր եւ արդեն ապրիլ ամսի սկզբներին նա մեկնեց Եվրոպա եւ 19 թվականի ապրիլի սկզբին Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստանին օգնություն հասցնելու եւ այդ հրաշքը կատարվեց, առաջին 2 հրաշք կատարվեց նրա օրոք, որ ոչ մեկը չէր սպասում, որ Թուրքիան կարող է պարտվի առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց Քարյակ դաշինքի պարտությամբ, Թուրքիայի պարտությամբ, Թուրքիան արդեն նոյեմբերին հեռացավ Հայաստանից եւ երկրորդը արդեն 19 թվականի մայիսին հասավ ամերիկյան օգնությունը, առաջին նավերը հասան Բաթում, այնտեղից Սնդամթերքը, հացը տեղափոխվեց Հայաստան եւ մի փոքր բարելավվեց բնակչության վիճակը։ Պարոն Ստեփանյան, վերջին տարիներին, նկատի ունի վերջի 10 տարին հատկապես, արդեն նշվեց, որ Քաջազնունին հայտնի է որպես առաջին հանրապետության վարչապետ, բայց վերջի տարիներին նա նաեւ հայտնի դարձավ կամ հիշվեց, վերարժեքավորվեց նաեւ որպես ազգ հայրենիք պետություն գաղափար հասկացությունների համալիր վերլուծությանը նվիրված հիմնարար աշխատության հեղինակ։ Խնդրեի այդ աշխատությունը ներկայացնեիք եւ օգտվելով հնարավորությունից մեր հեռուստադիտողներին ցույց տայի այս աշխատությունը, որ արդեն ունեցել է 3 հրատարակություն, այս հիմնարար աշխատության մասին խոսենք։ Քաջազնու ազգ եւ հայրենիք աշխատությունը գրվել է 1923, 22, 23, 24 թվականներին, նախ հրատարակվել է հայրենիք ամսագրում, վերջի մի մասը ավելի ուշ ամբողջական գրքույկի մեջ է հրատարակվել եւ վերհրատարակվել է վերջին տարիներին արդեն անկախ հանրապետությունում։ Պետք է նշել, որ այս աշխատանքը ազգայնականություն, ազգ-պետություն հարաբերությունների վերաբերյալ դասական գործ է, եթե նա թարգմանվի անգլերեն կամ այլ օտարալեզուներով կարող է դառնալ համաշխարհային ազգայնական գրականության լավագույն ընթերցող գրքերից մեկը։ Աշխատանքում Քաջազնունին, որ վստահաբար ծանոթ է ժամանակի այդ ազգայնականության տեսության քաղաքագիտական մտքի, օրինակ Քաջ գիրքը կարդալով տեսնում ենք, որ Քաջ ծանոթ է Էրնեստ Ռենանի աշխատություններին, փորձել է այդ ժամանակի քաղաքական մտքի կարևոր ձեռքբերումների օգտագործմամբ ներկայացնել ազգի եւ պետության վերաբերյալ իր մոտեցումները, որոնք մի քանի բաղադրիչներից են կազմված, որ ազգը պետք է լինի մի ամբողջություն, որը պետք է ունենա ընդհանուր համատեղ ծագում, լեզու, մշակույթ, կրոն եւ պետություն։ Եվ փորձում է հայ ժողովրդի օրինակով բացատրել, թե ինչպես կարելի է հայ ժողովրդի օրինակով այդ ազգ հասկացությունը բերել կոնկրետ ինչ-որ մակարդակի վրա։ Հետաքրքիր է Քաջազնու բերած համեմատությունները տարբեր օրինակներով։ Օրինակ կրոնի առումով, որ դեպքում էր տվյալ կրոնական պատկանելիության ներկայացումը պատկանում ազգին, կոնկրետ ազգին եւ կրոն եւ ազգ հարաբերակցությունը։ Օրինակ նշում է, որ սովորաբար ընդունված է, որ հայ ազգի հիմնական ներկայացնելը լուսավորչականներ են, սակայն մենք ունենք կաթոլիկ այնպիսի հայեր, որոնք որ պակաս հայեր չեն, բերելով Ղևոն Դադիշյանի եւ Մկրտիչ Բեշիկտաշյանի օրինակները։ Սակայն ընդհանուր առումով նշում է, որ ընդհանուր հավաքական առումով միայն լուսավորչականներ են, որ հակված էին դեպի հայ ազգությունը եւ բերելով մասնավորապես Օսմանյան կայսրությունում ազգային ազգագրական շարժման վերաբերյալ կաթոլիկների եւ ավետարանչականների пассив որոշ դեպքերում նաեւ անտարբեր վերաբերմունքը
հանրագումարը բերում են միտքը, որ հայ ազգի պարագայում վճռորոշը լուսավորչական կրոններ։ Հետաքրքիր է նաև այն մոտեցումը, որ որոշ դեպքերում թուրքերը փորձում էին առաջ բերել մուսուլմանական ազգ հասկացությունը, դրանով փորձելով համախմբեին բոլոր մուսուլմաններին մեկ իրենց պատկերացած ազգի տակ, հաջազդեն աշխատանքի մեջ հիմնավորապես Հերքում է քննադատում այդ մոտեցում եւ նշանակում նման բան չկա։ Միայն մեր օրերում 1-2 դեպք կարող ենք արձանագրել, օրինակ Հարավսլավիայի մահմեդական, բոսնիացի մահմեդականները, որոնք իրենց մահմեդական ազգ են համարում, միայն նրա համար, որպեսզի առանձնանան սերբերից եւ խորվաթներից։ Իրենց լեզուն նույնն է սերբերի խորվաթների լեզվի նման, բայց որպեսզի իրենց չասեն սերբ կամ խորվաթ կամ հարավսլավացի, ընդունել մահմեդական ազգ անվանումը։ Այսինքն թեպետ այս գրքի այս հիմնարար աշխատությունը սկիզբ մինչև վերջ զգացվում է հեղինակի ազգային, այսինքն հայկական պատկանելությունը, բայց դրանով հանդերձ սա նաև կարող ենք հանգիստով ներկայացնել օտար ընթերցողներին, օտար քաղաքագիտական ածաններին։ Որովհետև շատ դեպքերում նա օտար երկրների օրինակներով է բերում, որ օրինակ բացատրում է, որ դեպքում Գերմանիայի եւ Ֆրանսիայի բնակիչները կարող են համարվել գերմանացի եւ ֆրանսիացի եւ դա բերում է գերմանացի եւ ֆրանսիացի հեղինակների օրինակներով։ Պարոն Վիրաբյան, այժմ անդրադառնանք Քաջազնունու Երևան վերադառնալուց հետո ունեցած գործունեությանը, մասնավորապես նա բառերը մեջ բերեմ, նա խոսքը, ասում է սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Այսինքն Երևանյան հատվածին։ Գիտեք ինչ, ես սկսեմ նրանից, որ Քաջազնունին, երբ 1920 թվականին վերադարձավ ԱՄՆ-ից 20 թվականի աշնանը, արդեն սկսվել էր հայ-թուրքական պատերազմը 20 թվական եւ ծանր օրեր էր, երբ ընտրվեց պարլամենտի փոխնախագահ, նույնիսկ երբ Համոհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց, նրան առաջարկեցին նորից կազմել կառավարություն, բայց չստացվեց, Սիմոն Վրացյանը կազմեց կառավարությունը, դրանից հետո Հայաստանում հետևեց խորհրդային կարգերի հաստատում, խորհրդային իշխանության հաստատում, սկզբնական շրջանում պայմանավորվածության համաձայն մի փոքր ազատ ժամանակ տրվեց փաստորեն նրանց, ովքեր մնացել էին, ովքեր չէին հեռացել, բայց փետրվարի 9-ին Քաջազնունն էլ ձերբակալվեց, Չեկայի կողմից ձերբակալվեց եւ նրա կյանքը փրկվեց միայն փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Դրանից հետո անցավ Պարսկաստան, այնտեղից Իրաք, Միջագետք, Եգիպտոս, Ստամբուլ, Կոստանդնուպոլիս եւ այնտեղից հաստատվեց Ռումինիայից։ Ի տարբերություն իր ընկերներին նրա ընտանիքը գտնվում էր Թբիլիսիում եւ նա միայնակ փաստորեն արտասահման անցավ եւ միայնակ էր ապրում Ռումինիայում, Բուխարեստում։ Պետք է նաեւ մի բան ասեմ, որ անձնական կյանքում էլ դժբախտ էր, նա ուներ 4 որդի, Հրաչյա, որը անհայտ կորավ Ռուսաստանում, նրա մի որդին Աշոտը սպանվեց 1918 թվականի Ղարաքլիսայի ճակատամարտում, Արամը սպանվեց Զանգիբասարում, այստեղ Երևանի տակ 1900 Ընդմիջեմ Քաջազնունի նպարտանում էր, ոչ թե դա դժբախտ կյանք ունեցավ, նա ամենայն դեպս հպարտանում էր իր, որ զոհվեցին հայրենիքի, բայց ամենայն դեպս 4 որդիներից մեկն էր մնացել, Ռուբենն էր մնացել, եւ մի դուստր էր մնացել, հայրենիքի համար վերջ ունեցավ հանուն հայրենիքի մի վիրավորվել է, բայց վերջին հաշվով որպես ծնող երկու որդի կորցնելը եւս խնդիր էր։ Եվ ահա Ռումինիայում, գիտեք, նաեւ խմորումներ սկսվեցին հեղափոխական դաշնակցության ղեկավարության շրջանում, հետագա ուղիների, հետագա քայլերի խնդիր առաջացավ եւ վերջին հաշվով Լոզանի կոնֆերանսում էլ հայկական հարցը փակվեց փաստորեն, շատերի մոտ խնդիր առաջացավ ինչ անել վաղը։ Եվ ինչ ազդեցության տակ, ինչպես եղավ, որ Քաջազնունին որոշեց Հայաստան վերադառնալ եւ անձամբ դիմեց խորհրդային Հայաստանի կառավարությանը վերադառնալու համար եւ առավել եւս նշում է, որ ընտանիքը գտնվում էր կինը, դուստրը, որդին Ռուբենը Թբիլիսիում եւ փաստորեն նաեւ գալիս էր ընտանիքին միանալու։ Իհարկե աշխատանքը որովհետեւ ճարտարապետ էր, լսել էր 24 թվականը արդեն 3-4 տարի անցել էր Հայաստանի խորհրդարանություն, լուրեր հասնում էին, թերթեր հասնում էին, այդտեղ տեսնում էր ինչ որ կառուցողական աշխատանք է սկսել եւ մտածում էր, որ իրենք օգտագործեն, թեպետ Մարտին Շատիրյանին գրել էր
որ ես գնալու եմ ինչ ուզում է լինի, թե մեկը մի օր վերջ է լինելու, թե իմ աշխատանքը կօգտագործեն, եթե ոչ այդ վերջը մեկ է այսպես թե այնպես լինելու է, թող այդպես լինի, թե պետք հույս ուներ, որ բոլշևիկները ինչ որ ազգային որոշակի հատկապես Միասնիկյանին իմանալով հույս ուներ, որ ազգային որոշակի խնդիրներ կարող է լուծեն, շարունակեն այն քաղաքականությունը, ինչ որ դրել են, բայց կյանքում իհարկե չէ։ Տեղափոխվեց 24 թվականին եւ կարծես նրա խորհրդային Հայաստան վերադառնալու մանդատն էլ այն աշխատություններ, որ նա գրեց, դաշնակցությունը այլևս անելիք չունի, որի մասին առանձին կարող ենք խոսել։ Վերադարձավ Հայաստան, անմիջապես իրոք աշխատանք տվեցին, ընտանիքը տեղափոխվեց Երևան, ամենայն դեպս կինը եւ դուստրը Մարգարիտան։ Նրան 2 սենյականոց բնակարան հատկացվեց, աշխատանք տրվեց, շարունակում էր Թամանյանի հետ ճարտարապետության ասպարեզում Երևանի պետական համալսարանում դասախոսություն էր կարդում, նույնիսկ ընտրվեց դասախոսների թվում եւ այսպես իհարկե հիասթափության պահեր ունենում էր, հասկանում էր, որ այն ազգային քաղաքականությունը, որ ամբողջ կյանքում 30 տարի ինքը իր կյանքից նվերել էր, չէր իրականացում, չկար։ Դա խորհրդային մի ամբողջական միություն էր, իհարկե հաջորդի համար ֆիզիկական կործանումից փրկված հաջորդի համար կարծես թե այդ միակ ելքն էր այս իշխանությունը։ Փաստորեն ապրումները հասցրեցին նրան, ինչպես ասեցի, 37 թվականին թեպետ Սիմոն Վրացյանը գրում է 38 թվականի մայիսի 28-ին եղել, երբ որ արդեն նա չկար։ Եվ 37 թվականին, երբ սկսվեցին բռնաճնշումները, բնականաբար նախկին խորհրդային Հայաստանի վարչապետը չէր կարող ազատ մնալ եւ նրան ձերբակալեցին եւ նա, ինչպես Սիմոն Վրացյանը նորից գրում է նրա գրքի առաջաբանում, նրա հուշերի, գրվածքների, հոդվածների, որ չարենցի կյանք ունեցավ, այսինքն բանտում մահացավ եւ իրոք 1938 թվականի հունվարի 10-ին բանտում մահացել է։ Ես այսօր փորձեցի բռնադատվածների գործում գտնել քաջազնունը գործ, այդպիսի գործ չկա։ Հավանաբար ձերբակալելուց հետո նույնիսկ այդ փոքր գործն էլ չի կազմվել, որտեղ նա մահացել է, բայց գիտենք, որ այդ օրն է մահացել բանտում։ Ահա այսպիսի վախճան ունեցավ վերջին հաշվով։ Վերադառնալով խորհրդային Հայաստան աշխատելու հույսում, իհարկե մասնակցեց աշխատանքի, ճարտարապետ էր եւ նրա մասնակցության մի շարք շենքեր կան, որ չեմ ասի, միայնակ ինքներ հեղինակ ճարտարապետի խմբի հետ, որտեղ նա Թամանյանի հետ էր այդ աշխատանքները կատարում, միասին էին նախագծում եւ ահա մնաց, որպես մնաց ճարտարապետ, բայց հիշողությունը միջև նորանկախ Հայաստանը փաստորեն կորած էր, չկար նրա մասին հիշողություն եւ ահա 90 թվականից 88 թվականից հետո նորից մենք սկսեցինք նշել առաջի հանրապետությունը, նրա կայացման օրը մայիսի 28-ը եւ ահա ասպարեզ եկավ նաեւ Հովհաննես Քաջազնունին։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք կնոջ ուղված Քաջազնունու նամակի մի փոքրիկ հատվածի եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հիշում եմ, ոչ չեմ հիշում, այլ աչքերիս առաջը տեսնում եմ այն ժողովուրդը, այն 100 հազարավոր մարդիկ, որոնց կառավարել է ինձ է վիճակված։ Հիշում եմ, մտածում եւ խելագարվում եմ ցավից ու կսկիծից։ Միայն հայի անսահման տոկունությունն է, որ կարող է դեռևս դիմանալ։ Պետական մարդիկ չունենք, սկսած ինձանից, որ պետության գլուխն եմ կանգնած։ Մարդ չկա, որ ինձ փոխարինի։ Ահա իրողությունը։ Պարտականության զգացմունքը եւ մեծ սերը դեպի վերածնվող հայրենիքը եւ հայ ժողովուրդը։ Ահա թե ինչն է պահում ինձ իմ տեղը։ Որքան երջանիկ կլինեմ այն օրը, երբ հանգիստ խղճով կարողանամ քաշվել մի անկյուն, նվիրվել իմ համեստ գործին եւ իբրև շարքային, իբրև մեկը հազարներից իմ փոքրիկ գործը կատարեմ նույն հայրենիքի համար, որ մտածում եմ գլուխս պտույտ է գալիս։ Բոլորովին ուժասպառ եմ եղել։ Այս վերջին 6 ամսվա շարունակ լարված դրությունը, ծանր հոգսերը, անverջ մտածմունքները ինձ հալից գցել են։ Գլուխս շարունակում է ճաքել ցավից։ Գործ չեմ անում, ճիշտ է, բայց ինչպես անեմ մտքիցս մտածմունքները, ինչպես ազատվեմ այն մտքից, որ պատասխանատու եմ իմ ամբողջ ժողովրդի առաջ, թե իմ սխալ քայլից կարող եմ վտանգել այդ ժողովրդի ներկան եւ ապագան։ Ես իրավունք չունեմ տկար եւ հիվանդ լինելու։ Ես իրավունք չունեմ հանգստանալու։ Ես պետք է դիմանամ։ Ահա թե ինչ եմ ասում ինձ ամեն օր, ամեն ժամ, պետք է դիմանամ, ինչպես դիմանում է այս մեռնող ժողովուրդը։ Մի մեծ լույս, հավատ կա հոգուս խորքում մեղված, որ արշալույսը մոտ է։ Պետք է միայն դիմանալ, պետք է հավաքել ուժերի ամբողջ մնացորդը, պետք է վերջին ճիգը անել եւ ոտքերի վրա կանգնած մնալ։ Բարևներս եւ համբույրներս բոլորիդ, քո Հովհաննես։
1919 թվականի հունվար։ Պարոն Ստեփանյան, արդեն ներկայացրեցիք ընդհանուր գծերով այս աշխատությունը։ Իմ համոզմամբ Հովհաննես Քաջազնունու ազգ եւ հայրենիք գիրքը պիտի լինի պետական գործիչների եւ քաղաքագետների սեղանի գիրք։ Այո։ Եվ այդ առումով կխնդրեի ձեզ անդրադառնաք ազգ եւ պետություն այս երկու հիմնարար գաղափար հասկացությունների հարաբերակցությանը, որին Քաջազնունին բավականին մանրամասն անդրադարձ է կատարում եւ կարծես թե սպառիչ եւ հիմնավոր լուծում է տալիս։ Նախ նշեմ այն կարևոր փաստը, որ ժամանակակից քաղաքագիտական գիտության մեջ շրջանառության մեջ է դրում ազգ պետություն nation state գաղափարը եւ Քաջազնունի աշխատությունը, որ գրվել է 100 տարի առաջ, կարող է այս առումով շատ արդիական երևալ եւ իսկապես այդպեսին է, որ առաջ քաշել թեզեր, որոնք որ այսօր շատ եվրոպական երկրներում որպես նորույթ են ներկայացնում։ Այսինքն իր արդիականությունը ամենևին չի կորցրել։ Շատ դեպքերում փորձ է արում ազգ եւ պետությունը մեր իրականության մեջ հակասության մեջ ներել, Քաջազնուն փորձում է ապացուցել, որ դա հակասություն չպետք է համարել։ Ազգը նախ հավերժական է համարում ազգը, քան թե պետությունը, եւ պետությունը համարում է միջոց ազգի հարատեվությունը պահպանելու համար։ Եվ քանի չկա առավել կարևոր հաստատություն, քաղաքական հաստատություն, քան պետությունն է, որ կարող է ապահովել ազգի հարատեվությունը, պետությունը պետք է պահել ազգի գոյությունը պահպանելու համար եւ որևէ հակասություն չի տեսնում ազգի եւ պետության միջեւ։ Ընդհակառակը շատ դեպքերում դրանք փոխլրացնող են միմյանց եւ առանց պետության ազգի գոյությունը գոնե ըստ հանգրվանում նա չի կարող պատկերացնել։ Հատկանշական են հանգամանք, որ Քաջազնունին իր աշխատության մեջ որտեղ հիմնականում շեշտ դնում է լեզվի վրա, հավանաբար տարվել է նաև գերմանական ազգայնականության հովերով, որովհետև գերմանական ազգայնականության հիմքում էլ ընկած է լեզուն։ Տարբեր ժողովուրդների ազգայնականության հիմքում տարբեր գաղափար են ընկած։ Կրոն, ծագում, գերմանական լեզու եւ Քաջազնունը կարծես փորձում է հակվել այդ ուղղության վրա, որ ազգայնականության ազգի հիմքը նախ լեզուն պետք է լինի եւ լեզուն դա մշակույթ է, լեզուն դա ամբողջություն է եւ լեզվի կորուստ նշանակում է ազգի կորուստ եւ լեզվի ոչնչացումը նշանակում է համաշխարհային քաղաքակրթությունից ինչ-որ մի կարևոր բաղադրիչի կորուստ։ Միանգամայն իրավացի կերպով ազգը ավելի բարձր դասելով եւ գնահատելով քան պետությունը, Քաջազնունին միաժամանակ նաեւ համոզված գտնում է, որ պետությունը ազգի գոյության տարբեր փուլերում նաև տվյալ ազգի ամրապնդման եւ կայացման հզորացման կարևորագույն օրինակներով բացատրում են, որ եթե կա պետություն, պետության պայմաններում, պետության ապահովված հարմարությունների պարագայում ազգի զարգացումը, հզորացումը շատ ավելի արագ ընթաց կարող է լինել, ավելի կայուն հիմքերով կարող է տեղնել, քան թե առանց պետության եղած ժամանակներում եւ վերում է հայ ժողովրդի օրինակը պետականության պայմաններում մենք կարողացել ենք ավելի լուրջ մշակույթ ստեղծել, ավելի տնտեսական, կրթական բոլոր բնագավառներում ավելի զարգացնել, քան թե պետականությունից զուրկ եղած ժամանակներում։ Եվ պետությունը անհրաժեշտ է միայն եւ միայն ազգի հարատեվությունը, ազգի հզորությունը ապահովելու համար։ Նաեւ ձեր խոսքերի գուցե վկայությունը այս գրքի 3 հրատարակությունն է, որը տեղի ունեցավ հենց պետականության պայմաններում։ Եթե մենք պետություն անկախ պետականություն չունենայինք, գիրքը հրատարակվել է փաստորեն 4 անգամ։ Հա, Բերության Սփյուռքյան հրատարակությունը Բերութում եւ 3 անգամ Հայաստանում, կարծում եմ պետականության գոյությունը գիրքը անգլերեն եւ ռուսերեն թարգմանելու եւ հրատարակելու մասին։ Դե հուսանք, այս մեր հաղորդումը այսօրվա նաեւ ինչ որ առումով կնպաստի այդ թարգմանություններին, եթերում կոչենչեց։ Իդեպ թարգմանությունով կարող ենք նաեւ հենց Քաջազնունի աշխատությունով Հայաստան հայ քաղաքական միտք քարոզել աշխարհում օրինակի համար։ Այսինքն կլինի նաև մեր համար ներկայանալի աշխատություն համաշխարհային քաղաքագիտական մտքի շրջանակում։ Պարոն Իրաբյան, արդեն ներկայացրեցիք Երևանում կամ Խորհրդային Հայաստանում Քաջազնուն ունեցած գործունեությունը։ Խնդրում եմ անդրադառնանք երկու հարցի, որոնք գուցե առաջին հասկից միմյանց հետ շահկապված չեն։ Քաջազնունի Երևան գալով նաև
որդեգրեց խորթային կամ պրորուսական քաղաքական գիծ։ Այդ կեցվածքին նա 30 տարի դրանից առաջ միանգամայն այլ քաղաքական ուղղվածություն էր հարում եւ Երևան գալով ամենևին չդավաճանեց եւ հակառակորդը չդարձավ այն իր նախորդ քաղաքական ողջ գործունեության, բայց հանգամանքների բերումով կամ հայ ժողովրդի ճակատագրի տվյալ պահանջներից ելնելով որդեգրեց այդ գիծը։ Չմոռանանք, որ Հայաստան վերադառնալուց առաջ նա հրաժարվեց հեռացավ Հայ-Հեղափոխական Դաշնակցության կուսակցության շարքերից 23 թվականին, 24 թվականին վերադարձավ Հայաստան եւ մենք որոշակի տարբերություն պետք է դնենք 20-ական թվականների խորհրդային Հայաստանը եւ 30-ական թվականների խորհրդային Հայաստանը, փաստորեն նա Հայաստանում 24 թվականից մինչև 37 թվական 13 տարի ապրեց եւ դրանք երկու բաժանենք երկու մասի, դրանք երկու տարբեր շրջաններ։ 20-ական թվականներին դեռևս կար ազատության, դեռևս չէր հաստատվել կուսակցության այն մենատիրությունը, ինչ գոյությունն էր արդեն 30-ական թվականներին։ Որոշակի թերթեր էին լույս տեսնում, կային գրական խմբավորումներ, դեռ մտավորականությունը, ասենք, գրողներին մեկ բանակի մեջ չէին ներառել, գրողների մեկ միության մեջ, կոմպոզիտորներին, ճարտարապետներին, կար դեռևս կար տեսակետների բախում եւ 20-ական թվականին նույնիսկ ճարտարապետության մեջ, որտեղ ճարտարապետության մեջ եւս մեծ բախում կար ազգայինը շարունակել թե մոդեռնի նոր ժամանակակից բետոնի եւ ապակու ճարտարապետություն առաջ քաշել, թե ազգայինը պահպանել Թամանյանի եւ երիտասարդ նոր ճարտարապետների բախում գոյություններ եւ ես չեմ մտածում, երբ որ նա գալիս էր խորհրդային Հայաստան, նա գալիս էր ինչպես ասենք աշխատելու եւ ինչ որ դա կապել պրորուսական, բնականաբար խորհրդային միությունը դա արդեն Ռուսաստան էր, վերջին հաշվով Եվրոպայում այն ժամանակ երբեք շատ քչերն են խորհրդային միություն անվանել, բոլորի համար դա խորհրդային Ռուսաստան եւ ընդհանրապես Ռուսաստան էր։ Նա Հայաստան գալով շատ լավ գիտեր իրեն ինչ է սպասում, բայց համենայն դեպս այն ինչ տեղի ունեցավ 30-ական թվականին նա չէր սպասում։ Երբ որ արդեն մտավորականությունը, իհարկե հին մտավորականությունը 20-ական թվականներին պետք էր, բայց 30-ական թվականներին հանդես եկավ նոր երիտասարդ մտավորականություն, նոր խորհրդային մտավորականություն, Մոսկվայի բուհերում դաստիարակված կրթված, արդեն նախկին ավակ սերունդը կարծես թե պետությանը պետք չէր եւ նա ճաշակեց այդ դառնությունը, երբ որ կամած նրանք մղվում էին մի կողմ, կամած պաշտոններից զրկվում էին, կամած համալսարանից հեռացում էին եւ դա ցավալի էր նրա համար։ Նա շատ լավ է։ Ցավոք սրտի չի մնացել շատ փաստաթղթեր, չեն մնացել, ասենք, նրա գրվածքներ 24 թվականից հետո նա աշխատություն վերջինը ինչպես այս ազգ եւ հայրենիքից հետո դաշնակցությունը այլևս անելիք չունի եւ գրական ոչ մի ստեղծագործություն չունենք, բացի իր որդուն գրած նամակից, որ մեզ հասել է։ Այնպես որ նրա տեսակետները մենք այսօր նրա այդ փոփոխությունը, գաղափարական փոփոխությունը, մտածելակերպի փոփոխությունը մենք չենք կարող հետևել։ Բայց փաստը մնում է փաստ, որ նրա այդ ամեն ինչը ավարտվեց 1937 թվականի ձերբակալումով։ Բայց կարող ենք հետևել եւ պարտավոր ենք հետևել նրա այն հայրենասիրական նվիրվածությանը։ Դե ամենայն դեպս նա շատ լավ հասկացավ, որ արտասահմանում մնալով նա ընդհանրապես պետք է շարունակել պայքարը, կուսակցական պայքարը, ինչպես մեզ հայտնի է հակասությունը խորհրդային Հայաստանի բոլշևիկյան կուսակցության եւ Հայ-Հեղափոխական Դաշնակցության միջեւ։ Միգուցե մտածում էր, որ գալով Հայաստան նա հեռանալու է քաղաքական պայքարից եւ նվիրվելու է միշտ զուտ մասնագիտական գործունեությամբ զբաղվում։ Հայտնի չէ, որ նա արդյոք ինչպիսի քաղաքական հայացքներ ունեցել փաստորեն, եթե մենք ունենայինք նրա թեկուզ բարակ այդ ձերբակալման գործը որոշակի փաստեր մենք ունենայինք, որոշակի մեղադրանքներ, թե վերջին հաշվով նրան ինչի մեջ են մեղադրել, ինչի համար են մեղադրել։ Դժբախտաբար մենք չունենք այս պահին։ Եթե կարելի ավելացնել մեր խոսքը, մինչև դաշնակցությունից դուրս գալը 1922 թվականին Պոլսի ճակատամարտում գրեց ինչ պետք է լինի մեր ճակատամարտ էր, որն է մեր ուղին։ Հա, ինչ պետք է լա մեր ուղին
մի քանի համարներում երկարաշունչ մի հոդվածաշար, որտեղ ներկայացնում էր, որ այն թելներ առաջանում, որ պետք է հետայսու դաշնակցության խնդիր լինի խորհրդային Հայաստանի շենացումը, որովհետև դրսում բացի հայապահպանությունից այլ անելիք չունենք եւ Հայաստանի խորհրդայնացում եւ երկար ժամանակով խորհրդային Ռուսաստանի կամ խորհրդային միության կազմի մեջ մնալը այլևս անբեկանելի էր։ Խնդիրը պետք է լինի խորհրդային Հայաստանի շենացումը եւ այդ հոդվածաշարում տնտեսական հիմնավորումներով պարզաբանում էր դեպի խորհրդային Հայաստան թեքվելը։ Իդեպ այդ ժամանակաշրջանում ռուսական քաղաքական վտարանդության մեջ էլ կար մի ուղղություն Սմենովեխանականություն մեզ Խաջազնունուն համարեցին, որ հայկական իրականության մեջ Խաջազնունուն գլխավոր որ պետք է գնալ խորհրդային միություն, ընդհանրապես խորհրդային Ռուսաստան եւ օգտակարել խորհրդային պետության վերաշինման եւ դրա հիմքում էլ տեսակետ կա որ ընկած էր դերևս ՆԵՊ-ը, որ ՆԵՊ-ը չէ, ինչ որ կապիտալիզմի տարեր պարունակող որոշակի ազատություն, տնտեսական գործունեության որոշակի ազատություն, որտեղ նրանք հավատացին։ Խաջազնուն շատ դեպքերում կարելի է հոսանքի մեջ ընդգրկել եւ ընդ որում ինքը հայրականության մեջ միակը չէր։ Կային մարդիկ, որ Հայաստանում դաշնակցական գործեր, դաշնակցության Հայաստանի կենտրոնական կոմիտեի անդամ Սահակ Թորոսյան, Սիրական Տիգրանյան, որոնք դա Այսինքն նաև կարող ենք պարոն Ստեփանյանն ասել, որ Խաջազնունին իրատեսորեն գնահատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ հատկապես նոր աշխարհակաղակական իրադրությունը, որ ստեղծվել էր խորհրդային Հայաստանի հռչակումով, այդ ամեն իրատեսորեն գնահատելով նա այլ ելք չէր տեսնում։ Նա հասկացավ նաև Եվրոպան հասկացավ, թե ինչ դեր կատարեց հայկական հարցում, երբ որ Եվրոպան բան դավաճանեց, նա դա էլ տեսավ, Լոզանը տեսավ եւ կարծես մտածեց, որ միակ տեղը, ինչպես ասեցի, եթե վատ է լինելու, թող վատ լինի Հայաստանում, իրենց անձին նկատմամբ, ոչ թե ընդհանրապես վատ լինել, իրենց նկատմամբ իրենց ինչպես կընդունեն եւ ինչպես կընկալեն, եթե վատ են ընդունելու, մեկը թող Հայաստանում լինի վատը։ Հարգելի ռուսդատիտողներ, այժմ ծանոթանանք Խաջազնունու որոշ ասույթներին։ Ցեղը ազգ չէ եւ ոչ էլ ազգը ցեղ։ Ազգը պետություն չէ, ոչ էլ պետությունը ազգ։ Ազգը կրոնական համայնք չէ եւ կրոնական համայնքը ազգ չէ։ Ազգը լեզու է, ազգային միությունը լեզվային միություն։ Միևնույն լեզվով խոսող մարդիկ են, որ կազմում են ազգ կոչված հավաքականությունը։ Հայը կարող է անկեղծորեն ընդունել մահմեդականություն, կարող է դառնալ շատ ջերմեռանդ, խորը հավատացող իսկական ու կատարյալ մուսուլման, բայց երբեք չի կարող դառնալ թուրք կամ արաբ։ Ազգը կենդանի է իր լեզվով, ինչպես եւ լեզուն կենդանի է այնչափ միայն, որչափ կենդանի է ազգը։ Լեզվի մահը ազգի մահն է, ինչպես եւ ազգի մահը լեզվի մահն է։ Լեզվի արժեքը հասկանալու համար բավական է հիշել, որ ազգային պայքարը ամենամեծ չափերով լեզվային պայքար է։ Պատմությունը անբաժանելի է ազգից, անբաժանելի է այն պարզ պատճառով, որ ազգը էապես պատմական երևույթ է։ Ավելին եւս, ազգը ինքը պատմություն է, նրա մարմնացումը։ Չկա ու չի եղել ազգ առանց պատմության։ Կորցնելով այս կամ այն ազգությունը, մարդկությունը կորցնում է մշակութային տիպերից մեկը։ Մարդկությունը աղքատանում է։ Ես գիտեմ, որ հայ եմ եւ որ բազմաթիվ կապերով կապված եմ մյուս հայ մարդկանց հետ։ Գիտեմ, որ իմ անհատական բախտը, նույնիսկ անկախ կամ հակառակ իմ կամքին ու ցանկություններին, կապված է շատ խոշոր չափերով հայ ազգ կոչված հավաքականության բախտի հետ։ Պատմությունն է, որ ինձ հայ է արել, ու պատմությունն է, որ պահում է ինձ հայ, կապում է ազգայնորեն ուրիշ հայ մարդկանց հետ ժամանակի ու տարածության մեջ։ Ես հայ եմ եւ հայ լինելով չեմ կարող դառնալ որքան էլ ցանկանամ ոչ ռուս, ոչ թուրք։ Սա իմ կարողությունից վեր բան է։ Ժամանակին ոչ ոք գլխի չի ընկել հարցնելու իմ ցանկությունը, եւ երբ բաց արի աչքերս, տեսա, որ հայ եմ, անբուժելի հայ։ Հարգելի ռուսդատիտողներ, այժմ մեր նորանկախ պետականության պայմաններում բոլորս էլ լիահույս ենք, որ այլևս ոչ մեկը, ոչ մի հայորդի մայիսի 28-ը միայնակ չի տոնի եւ առավել եւս մայիսի 28 տոնելու համար չի մեղադրվի եւ չի բռնադատվի։ Հայորդիներ հաղորդաշարի կողմից շնորհավորում եմ մեր հայրենակիցների բոլորիս մայիսի 28-ը, մաղթում մեր պետականությանը հետագա բարգավաճում եւ հզորացում։
Այսօրվա հաղորդումը նվիրված էր Հայաստանի առաջնահերթության Անդրանիկ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, հաջորդ հաղորդմանը կներկայացնենք լեգենդար դրոյին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։